10 օրում խաղաղ պայմաններում 3 զոհ են ունեցել։ Ինչ եք կարծում դրանից հետո պաշտպանության նախարարը։ Որ ուսուցչուհին լինի պաշտպանության նախարար, էլի չեք ուզում։ Բարդակա կներեք, ես 70 համարյա 80 եմ, ծառայել եմ սովետի ժամանակ էլ մի բան չէր, բայց բանակը կարգ ու կանոն կար։ Ամեն մի պատահած մարդուն չէին նշանակի պաշտոնների։ Ուղղակի ծանոթ բարեկամ խնամի կամ եսի միջ։ Ազիզ ջան, իհարկե պետք է, գեշտաբի պետն էլ պետք է, իրանք են առաջնահերթ, որ պետք է հրաժարական տան։ Եթե չեն կարողանում այսքան տարի այդ հարցը լուծեն, այդքան զոհեր ենք տալի, մնում են ինչ անեն իրանք։ Անիմաստ, ես կասեմ այտենց ուրիշ ոչ մի բան։ Մեր այդ ջահել երեխեքին ուղարկում ենք բանակ, ես չեմ պատկերացնում այս խաղաղ պայմաններում երեխեք են այդքան զոհում։ Ցավում եմ, շատ եմ ցավում։ Դեղյակ չեմ այդ բանը։ Heç բան չի փոխել։ Դժվար հարց է իհարկե։ Ինձ թվում է հրամանատարները դիտեն։ Այո, իրականում դիտեն։ Այո։ Արտադիր, որովհետև տեղեկություն չունի եւ դրա հետ մեկտեղ ասում են ոչ մի բան չկա, ինչը չկա։ Ծնողներին հարցրել է թե չէ որ 7 երեխա մի անգամ իմ թորս էլ հետ տավուշում է։ Ես չմտածեմ ինչա կատարվում։ Պես կա հասկանալ է, պատճառը ինչ է։ Եթե ամեն մի հարցից շատ մեծ տրագեդիա է իհարկե, բայց պետք է մի հատ դատավարություն լինի, եթե բանը իհարկե մեղավորը պետք է այդ վերաբերում է բոլորին։ Ինչ եք կարծում 10 օրում 3 զոհ ունենալուց հետո պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա, ձեր կարծիքով։ Ես չեմ կարասում, իրանք պետք է որոշեն։ Պաշտպանության նախարարը չգիտենք, բայց Նիկոլին ուզում ենք հրաժարական տա, որ այսօրին չգցի ժողովրդին, Ազիզ ջան։ Պատերազմ իրար հետևից, հողերը տալով իրար հետևից, այս ինչ է կատարվում։ Այդքան բանը, մենակ ինքը հրաժարական տա, ուրիշ ոչ մի բան չենք ուզում, որ երկիրը չքանդվի, թե չէ կործանման։ Ես ձեզ հիմա բանից ասեմ, քույր ջան, ես 3 պատերազմի մասնակից եմ։ Ես պոստերից մի քիչ առաջ եմ իշել, մի քանի ամիս առաջ եմ իշել։ Ու պատվառացնում եմ, բայց ասենք ինչ-որ այս ժողովի մասին, դա շատ վատ է, ես շատ ծանր եմ տամ, իսկ մնացած հարցերում խոսք ասենք, դա նախարարը, վարչապետը, իրանք պետք է ասենք այդ հարցերը լուծեն, դե չէ դրանից ինձ կախված բան չկա։ Իսկ մնացած հարցում ես չեմ կարող պատասխանել, որովհետև ես քաղաքացիական ասենք դες հարցերից շատ խիստ բան եմ էլի, չեմ կարող պատասխանել։ Այդ իրանք պետք է որոշումը կատարեն, քուրիկ ջան։ Ինձ այդից ոչ մի բան, հիմա եթե ես խոսք ասենք, ես պատասխանում, ինձ այնց ոչ մի բան դա չի բանան, փոխելու էլի ասենք։ Այդ իրանց խնդիրն է, էլի ասենք։ Բայց որ այս մեր զոհերը ելնում են, դա շատ վատ է։ Դա պարզ ասեմ, պնդասն եմ այդ բանակը։ Թուլ է, շատ թուլ է։ Ես 3 պատերազմի մասնակից եմ էլի եմ ասում, ես այլ Բարսելոնա պոս, որ թուլ է մեր պաշտպանության նախարարությունը, դա շատ թուլ է։ Այս խաղաղ պայմաններում նորից զոհեր են տալիս։ 3 զոհ եք ունեցել 10 օրում։ Չգիտեմ, արդյոք նա պատասխանատվությունը հասկանում է ինչ բան է, մեկ։ Արդյոք իա անմիջապես արյունակից, այդպես ասեմ, հարազատ, լինի երեխա, լինի քրոջ տղա եւ այլն։ Արդյոք նրանք գնում ծառայում են, թե ոչ։ Պետք է ծառայեն, որ հասկանան պատասխանատվությունը եւ զոհը ինչ բան է։ Իրանք մաշկի վրա դա պետք է զգան, բայց նրանք չեն զգա, որտեղ չեն գնում։ Նրանց ոչ հարազատները, ոչ երեխաները, մեր նմաններից երեխաներն են գնում ծառայում ու իմ հարազատի երեխան էլ անմիջապես զոհվեց խաղաղ պայմաններում։ Պաշտպանության նախարարը իմացավ կամ ինչ որտեղ ցավակցեց, կամ ինչ որ մի բան արեց, եւ բնականաբար ոչ։ Ես այդպես եմ խտնում։ Ամեն մարդ ինքը իր կաշվի վրա չեմ ցանկանում ինքը զոհ ունենա, բայց կաշվի վրա մինչև չզգա դա չի հասկանալ դիմացի։ Եվ նման մարդը պետք է պաշտպանության նախարար չլինի։ Անմիջապես ինքն էլ պետք է երեխայի կողքին լինի,
ինչի՞ չէ ապահովությունը, ապահովի խաղաղ պայմաններում։ Թող լինի, ինչի՞ չէ լինում։ Թող ապահովի ապահովությունը, կապահովի, ոչ նա սաունաներ, ռեստորաններ, հանգստյան տներ։ Ես այդքան մի բան, մի օր ինձ կբռնեն կտանեն։ Հիմա իմ աղջիկը Ռուսաստանից կզանգի, մամա էլի դու, ասում եմ, դե ինչ անեմ, ինձ են հանդիպում, մի կրատվունա բերանից են դեմ տարի, ես չէ կարա չպատասխանում։ Շատ Ցանկանում եմ, որ զոհեր չլինեն, թող ինքն էլ լսի, ամոթա, առանց էլ մենք էլ երիտասարդներ չունենք։ Իսկ ինչքան երիտասարդը մահացել զոհեր Ռուսաստանում, ինչքան են զոհում։ Եթե այստեղ լավ լինի, կարող է նրանք հրաժարվեն մեր երկրից, բնականաբար չեն հրաժարվի։ Ուրեմն ստիպված են, հարկադրաբար են գնում։ Այս խաղաղ պայմաններում նորից զոհեր են տալիս։ 3 զոհ է գնացել 10-ը։ Չգիտեմ, արդյոք նա պատասխանատվությունը հասկանում է ինչ բան է, մեկ։ Արդյոք իա անմիջապես արյունակից, այդպես ասեմ, հարազատ լինի երեխա, լինի քրոջ տղա եւ այլն, արդյոք նրանք գնում ծառայում են, թե ոչ։ Պետք է ծառայեն, որ հասկանան պատասխանատվությունը եւ զոհը ինչ բան է։ Իրանք մաշկի վրա դա պետք է զգան, բայց նրանք չեն զգա, որտեղ չեն գնում։ Նրանց ոչ հարազատները, ոչ երեխաները, մեր նմաններից երեխաներն են գնում ծառայում ու իմ հարազատի երեխան էլ անմիջապես զոհվեց խաղաղ պայմաններում։ Պաշտպանության նախարարը իմացավ կամ ինչ որտեղ ցավակցեց, կամ ինչ որ մի բան արեց, եւ բնականաբար ոչ։ Ես այդպես եմ գտնում։ Ամեն մարդ ինքը իր կաշվի վրա չեմ ցանկանում ինքը զոհ ունենա, բայց կաշվի վրա մինչև չզգա դա չի հասկանա դիմացի։ Եվ նման մարդը պետք է պաշտպանության նախարար չլինի։ Անմիջապես ինքն էլ պետք է երեխայի կողքին լինի, ինչի՞ չէ ապահովությունը, ապահովի խաղաղ պայմաններում։ Թող լինի, ինչի՞ չէ լինում։ Թող ապահովի ապահովությունը, կապահովի, ոչ նա սաունաներ, ռեստորաններ, հանգստյան տներ։ Ես այդքան մի բան, մի օր ինձ կբռնեն կտանեն։ Հիմա իմ աղջիկը Ռուսաստանից կզանգի, մամա էլի դու, ասում եմ, դե ինչ անեմ, ինձ են հանդիպում, մի կրատվունա բերանից են դեմ տարի, ես չեմ կարա չպատասխանում։ Շատ Ցանկանում եմ, որ զոհեր չլինեն, թող ինքն էլ լսի, ամոթա, առանց էլ մենք էլ երիտասարդներ չունենք։ Իսկ ինչքան երիտասարդը մահացել զոհեր Ռուսաստանում, ինչքան են զոհում։ Եթե այստեղ լավ լինի, կարող է նրանք հրաժարվեն մեր երկրից, բնականաբար չեն հրաժարվի։ Ուրեմն ստիպված են, հարկադրաբար են գնում։